Աշխատանքային շաբաթվա վերջին խորհրդարանը քաղաքացիական պայմանագիր խմբակցության նախաձեռնությամբ գումարեց արտահերթ նիստ։ Օրակարգում Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին սահմանադրական օրենքի նախագիծներ։ Այն հեղինակել էին պատգամավորներ Արուսյակ Ջուլհակյանը, Վլադիմիր Վարդանյանն ու Լիլիթ Մինասյանը։ Ելնելով հարցի հրատապությունից առաջարկվել էր օրենքի նախագիծը քննարկել առաջին եւ երկրորդ ընթերցումներով։ 2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում տեղի են ունենալու համապետական ընտրություններ։ Առաջարկվող նախագծով ոչ թե փոխվում են խաղի կանոնները, այլ հստակեցվում է արդեն իսկ եղած նորմը։ Գործող ընտրական օրենսգիրքը չի սահմանում բավարար եւ արդյունավետ իրավական մեխանիզմներ դիտորդական առաքելությունների եւ դիտորդների կողմից քաղաքական չեզոքության եւ անկողմնակալության պարտականության պատշաճ կատարման վերահսկումն ու ապահովումը երաշխավորելու համար, նշեց հարցը ներկայացնող Արուսյակ Ջուլհակյանն ու հավելեց. Ներկայացված օրենսդրական նախաձեռնությունը միտված է նշված բացի շտկմանը, ընտրական գործընթացների նկատմամբ չեզոքության, թափանցիկության եւ իրավական կանխատեսելիության ամրապնդմանը։ Նախագծի ընդունումը հրատապ է հաշվի առնելով այն հանգամանքը, որ առաջիկայում արդեն մեզ սպասվում են ընտրական գործընթացներ եւ դրանց նկատմամբ հանրային եւ միջազգային ուշադրության բարձր մակարդակի առկա։ Արդյոք այս տեսակ փոփոխությունները չպետք է կատարված լինեն ընտրություններից առնվազն 1 տարի առաջ, հետաքրքրվեց Հովիկ Աղազարյանը։ Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշման մասին եք դուք խոսում թերևս։ Վենետիկի հանձնաժողովը ունի ուղեցույց, որը կոչվում է ընտրական հարցերի լավագույն փորձի կանոնագիրք, եւ այդ ուղեցույցը ասում է, որ ցանկալի չէ ընտրական օրենսգրքի ուշադրություն ֆունդամենտալ տարերի փոփոխությունը ընտրություններից անմիջապես առաջ եւ մասնավորեցնում է, թե որոնք են այդ ֆունդամենտալ տարերը։ Ընտրական կարգը, այսինքն համամասնական թե մեծամասնական, երկրորդը ընտրական հանձնաժողովներում անդամության առնչվող հարցերը եւ երրորդը ընտրատարածքների սահմանների փոփոխությունները։ Հակաօրինական գործունեություն ու անընդունելի վարքագիծ։ Նախագծին Հայաստան խմբակցությունը նման որակում տվեց։ Փորձեցինք կանխել այս հակաօրինական ընթացքը, չհաջողվեց, առաջարկություն ներկայացրեցինք նույնիսկ հետաձգելու, որպեսզի թե միջազգային ներկայացուցիչների ներգրավում, թե դիտորդական առաքելություն իրականացնող բոլոր կազմակերպությունների ներգրավման եւ նաեւ հանրային քննարկման միջոցով ունենանք օրենսդրական փոփոխության վերաբերյալ պատշաճ քննարկումներ եւ դրա հիման վրա նորմալ եզրակացություն, սակայն մերժում ստացանք։ Մենք մտադիր չենք մասնակցել հարցի քննարկմանը եւ հետեւաբար Հայաստան խմբակցությունը չի մասնակցելու։ Ի պատասխան Հայաստան խմբակցության դիրքորոշման քաղաքացիական պայմանագիր խմբակցության անունից էլ խոսեց խմբակցության ղեկավարը։ Եկել են դիտորդական առաքելությունից են խոսում, բայց իրանք ընդդիմություն լինելով ընդրակաշարքի վրա բռնվել են, դատարանի օրինական վճիռ կա։ Դրա համար էլ չեն մասնակցում բովանդակային քննարկման։ Փակ առանց տեսախցիկների խորհրդի նիստին բան են անում, սուր են ճոճում, հետո այստեղ բան, էլի նույն խիզախությամբ սուրը դնում են պատյանում եւ վազելով փախնում են։ Հեսա դուք եք էսեք։ Հայաստանի Հանրապետությունում ընտրական գործընթացի իրավական կարգավորումը հիմնված է ազատ, արդար, թափանցիկ եւ մրցակցային ընտրությունների սկզբունքների վրա։ Այդ գործընթացում դիտորդական առաքելությունները ներգրավվում են որպես անկախ եւ ոչ քաղաքական սուբյեկտներ, որոնց նպատակն է իրականացնել ընտրական գործընթացի հանրային վերահսկողությունը։ Ըստ նախագծի համահեղինակի միաժամանակ մեր ընտրական օրենսդրությունը բավարար մեխանիզմներ չի սահմանում այն, թե ինչ է տեղի ունենում, երբ այս կանոնը խախտվում է։ Նպատակը հենց այդ մեխանիզմների սահմանումն է, այսինքն արդեն գործող կանոնի հստակեցումը եւ արդեն արկա մեխանիզմների ընդլայնումը, որպեսզի այս կանոնները կարողանան դառնալ իրապես գործուն։ Իսկ ինչպես է դրսևորվելու օրենքի կիրարկումը գործնականում, որ մարմինն է քննելու դիտորդական առաքելության քաղաքականացված լինելը, հետաքրքրվեց Սոնա Ղազարյանը։ Ընտրական գործընթացներում որոշում կայացնող մարմինը կենտրոնական ընտրական հանձնաժողովն է։ Հստակեցրել ենք, որ ընտրություններին մասնակցող կուսակցություններին քարոզչություն կամ հակաքարոզչություն անող կազմակերպությունը հավատարմագրում կարող է չստանալ կամ նույնիսկ եթե ստացել է եւ հետո է հայտ եկել, որ ինքը քարոզչություն կամ հակաքարոզչություն է անում, այդ դեպքում կենտրոնական ընտրական հանձնաժողովը իրավունք ունի վարույթ հարուցել եւ այդ վարույթի արդյունքներով ուժը կորցրած ճանաչել հավատարմագրումը։ Դիտորդական կազմակերպությունները նաեւ պետք է կարողանան ցույց դնել, որ իրենք բարեվարք են եւ նպատակ ունենալով ընտրությունների թափանցիկությունը դիտարկել, նաև իրենք են թափանցիկ եւ հաշվետվողական մեր քաղաքացիների առաջ։
Իսկ ինչպիսին կլինի այսուհետ դիրքորոշումը դիտորդական առաքելության 1 դիտորդի քաղաքականացված լինելու պարագայում։ Հստակ մեխանիզմ է տալիս ԿՀ-ին միայն առանձին դիտորդին, որը կանոնը խախտել է, միայն իր մասով ուժը կորցրած ճանաչել հավատարմագրումը։ Արուսյակ Ջուլհակյանը հստակեցրեց նաև նախագիծն ընդունելու պատճառ են հանդիսացել Գյումրու եւ Վաղարշապատի ընտրությունների ժամանակ քարոզչություն անելու դեպքերը, եւ քանի որ ԿՀ-ն հստակ մեխանիզմ չի ունեցել, որևէ գործողություն այդ հակաօրինական վարքագծին չի հետևել։ Ծիծաղելի է, բայց դիտորդական առաքելության ներկայացուցիչ դիտորդները ասել են, որ իրենք չգիտեն, որ դիտորդ են, դրա համար են այդ կանոնը խախտել, այսինքն ընդունել են, որ կանոնը խախտել են, բայց ասել են, որ տեղեկացված չեն եղել, որ իրենք դիտորդ են, չնայած այն բանին, որ դիտորդական կազմակերպության նախագահը նույնպես եղել է այդ ցանկում։ Օրինագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ։ Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում կատարվեց մեկ փոփոխություն, առաջարկվեց հավատարմագրված դիտորդների ցանկում փոփոխություններ եւ լրացումներ կատարել ոչ ուշ, քան քվեարկության օրվանից 3 օր առաջ, բացառությամբ այն դեպքի, երբ Հայաստանի Հանրապետությունում գրանցված հասարակական կազմակերպության կամ հիմնադրամի հավատարմագրված դիտորդների ցանկը լրացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձով, ինչը կարող է իրականացվել ոչ ուշ, քան քվեարկության օրվանից 15 օր առաջ։ Այսպիսով ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց լրամշակված օրենքի նախագիծը։ Կողմ 66 դեմ 2 ձեռնպահ 0 որոշում ընդունվել է։